որոշում կայացնել, որ այլևս չեք շարունակելու դա չէ՞ խանգարում Պարոն Ծառուկյանը ոնց որոշի, ես պատրաստ եմ տեսել եմ։ Ես ասել եմ, շեշտել եմ, ես մնում եմ թմում, ես մնում պարոն Ծառուկյանի կողքին։ Պարոն Կարապետյան, եթե դուք մնում եք Ծառուկյանի որոշմանը, ինչու գնացիք ԿԸՀ եւ հետ վերցրեցիք ինքնաբացարկի դիմումը։ Այդ բան տեցել։ Ինչու է այդ քաղաքական որոշում է, մենք ասացինք, չէ՞։ Բզբզալու process-ը հետ Դուք ձեր ընտրատարածքում ամենաշատ ձայն եք հավաքել ձեր դաշինքից, դա արդար է, որ ձեզ զրկեն մանդատից։ Բայց ես ինքս եմ հրաժարվել մանդատից, ես ասեցի, չէ՞, այդ օրը չհայտարարեցի, որ ես ընտրությունների հաջորդ օրը ճիշտ է 9000 ձայն էի տարել մոտավորապես, բայց իմ ակնկալիքներն ավելի շատ էր։ Հիաստափված ամեն ինչից ես հաջորդ օրը գնացի պարոն Ծառուկյանի մոտ։ Ես ինքս շեշտեցի, որ ես չեմ ուզում պարոն Ծառուկյան լինել պատասխանատու։ Հիաստափված վիճակից։ Բայց ով ասաց, որ գրաքեթվեցնեք։ Ծառուկյանն ասաց ժողովրդի տված ձայնից։ Պարոն Կարապետյան, Ծառուկյանն ասաց, քան էիք ակնկալում, որ այդ Ծառուկյանն ասաց գնացեք ինքնաբացարկի դիմումը հետ վերցրեք։ Ոչ։ Հիասթափությունը բայց ամեն դեպքում այդ ընտրողների հանդեպ ես նախորդ էի գրել։ այդ ընտրողների հանդեպ էլ չի անարդար ամեն դեպքում այդ 9000 ձայնը։ Դե դրա համար վերջում քաղաքական որոշում կայացրեցի եւ գնացի ամսի 2-ին վերցրեցի հետ իմ դիմումը։ Այսինքն հիասթափություն անցա, որ գնացիք հետ վերցրեցիք դիմումը։ Հիասթափությունը երևի թե թիմը պահանջեց այդպես, ես գնացի դիմեցի պարոն Ծառուկյանին, ասեցի պարոն Ծառուկյան, ես ինքս չէի ուզում, բայց թիմը պահանջում է որ տենց անենք, չգիտեմ, արեք որոշենք իրար հետ։ Դե որոշեցինք որ դիմումը ես վերցնեմ, հետո ինքը արդեն կորոշեր։ Գիտեք ինչն է հետաքրքիրը, նախ ձեզ հետ դուք են տեխնացուներ, միակ տեխնացուն եք, որի հետ կամ տեխնացուներից մեկը, որի հետ նաև մի այլ դեպք տեղի ունեցավ նախընտրական շրջանում, հենց ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ ձեզ ծեծի են ենթարկել հանրապետական կուսակցության անդամները, որից հետո անցան օրեր դուք հայտարարեցիք, կուսակցությունը լռեց, ոչինչ չասեց, ավելի մանրամասն չասեց, եւ հետո դուք ասացիք, որ ընկել եք, այսինքն սա չի նշանակում, որ արդեն այսպիսի տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունից անդադ ձեր հետ ճնշում կա, ոնց ուզում են այնպես վարվում են, ասենք ծեծի են ենթարկում, հայտարարություն չեն անում, ձեզ չեն պաշտպանում, այսպիսի տպավորություն կա։ Չկա, ոչ։ Մենք բոլորս էլ գիտենք կոնտրությունները որոշակի լարվածություն ունեցավ, հա։ Ձեզ չպաշտպանեց դաշինքը, ձեզ չպաշտպանեց, հայտարարեցին, որ ձեզ ծեծել է, հայտարարություն բայց ինձ չէին ծեծել, չէ՞ որ ասում որ ծեծել էին։ Կուսակցությունից Վանիկ Էլիզբարյան պնդել էր հայտարարություն։ Բայց մինչ այդ հայտարարությունները լարվածություն չի նշանակում ծեծել, չէ, չգիտեմ, ինձ ռեանիմացիային ուղարկել վատեի, չգիտեմ, նույնիսկ գույս չէին տալի բժիշկները, բայց ես դες բան չէր եղել, չէ։ Այսինքն միջադեպ եղել է, բայց ոչ այդ կարգի։ Կարելի է տենց ասել։ Պարոն Կարապետյան, ինքնաբացարկի դիմումը դուք ի վերջո երբ եք գրել, ձեր կամքով եք գրել, ինչու եք գրել։ Ես եմ գրել ինքնաբացարկի դիմումը, նույն ամսի 2-ին էլ գնացել ինքս նույն գրած դիմումը եթե վերցրել։ Հիմա էլ կա այդ։ Հաջորդ րոպեին միանգամից գնացել եմ պարոն Ծառուկյանի մոտ, այսինքն մենք արդեն գիտենք ինչի մասին է։ Այսինքն այդ խեմ ես վերցնում ու տենց։ Հրապարակավ հայտարարեցի, որ պարոն Ծառուկյանը ինքը կորոշի թիմի հետ միասին, որտեղ կլինեմ ես։ Իսկ հնարավոր է մի օր էլ Մեկը ես մնալու եմ թիմում, դուք գիտեք, որ այս տարին ես երբեք պարոն Ծառուկյանի կողքից կամ թիմից ոչ մի քայլ հեռու չեմ գնացել, մնացել եմ թիմում, դա իմ թիմն է, ես ուրիշ տեղ չունեմ։ Պարոն Կարապետյան, դա քաղաքական գործ չի, որտեղ կլինեմ ես, արդեն ես ցանկացած։ Պարոն Կարապետյան, բա ձեր ցանկությունը գաղափարները, դուք քաղաքական գործի չեք, հստակություն, սկզբունքայնություն չէ, որ դուք առաջադրվել եք, ձեզ քվե են տվել, դուք վերջապես կողմնորոշվում եք, դուք ուզում եք պատգամավոր աշխատել։ Ամեն դեպքում ես կուսակցության կողմից եմ առաջադրվել, ճիշտ է։ Բայց անձնական ցանկությունները կուսակցությունը միգուցե որոշում է ձեզ թոշակի ուղարկել։ Դե արդեն կա, ես ասել եմ։